Տիր մեդիան ներկայացնում է։ Երբ Իրանը դառնա դեմոկրատական աշխարհիկ պետություն, ես վստահ եմ, որ նա կվերադառնա իր նախկին կարգավիճակին մինչև 1979 թվականի, այն է Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի թիվ 1 դաշնակիցը մեր տարածաշրջանում։ Իրանը եւ բնակչությամբ, եւ տարածքով, եւ իր բնական ռեսուրսներով վստահաբար թիվ 1 երկիրն է Միջին Արևելքի, եւ այն շատ ավելի հակված է դեպի արևմտյան քաղաքակրթություն, քան շատ երկրներ, այդ թվում Թուրքիան եւ արաբական երկրները։ Այսօր պարզապես նրա այս կարգավիճակը ածանցվում է այդ իսլամական հեղափոխությունից, որը ըստ էության ձախողվեց։ Նպատակն էր համաշխարհային իսլամական հեղափոխություն հրահրել ամբողջ աշխարհում, բայց մենք տեսնում ենք, որ իրենք հայտնվեցին մեկուսացման մեջ։ Հետևաբար աշխարհիկ եւ ժողովրդավար Իրանը կդառնա արևմուտքի դաշնակից, Ադրբեջանը էապես կկորցնի իր կարևորությունը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար, որտեղ այլևս այդ ֆորպոստի պետք չի լինի, ադրբեջանական նավթը, որը գնում է օրինակ Իսրայելը մեծապես, նրա փոխարեն այդ նավթի փոխարեն նույն Իսրայելը կսկսի գնումները իրականացնել Իրանից, ավելի էժան եւ ավելի մոտ շուկայից, վաճառահանման շուկայից, Իրանի վրայով այն միջանցքը, որի մասին երկար տարիներ մենք էլ խոսել ենք եւ դա ըստ էության ստրատեգիական կարևորություն ունի Միացյալ Նահանգների համար, այսինքն Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Եվրոպա այդ միջանցքը կսկսի գործել, որովհետեւ Միացյալ Նահանգների համար թիվ 1 հակառակորդն ու թշնամին Չինաստանն է, իսկ չինական ապրանքները նախ պիտի փոխարինվեն նույն քանակությամբ եւ նույն գնով այլ երկրի ապրանքներով, իսկ դա միակ հնարավոր տարբերակը դա Հնդկաստանն է, իսկ արտադրելը բավարար չի, նաեւ պիտի հասնի վաճառահանման շուկա։ Դրա համար ցամաքային ամենահեշտ եւ էժան ճանապարհը Իրանի վրայով հարավային Կովկասով դեպի Եվրոպա է, որտեղ մենք տեսնում ենք, որ ծովային ճանապարհները հիմա կամ խցանված են, կամ շատ թանկ են, մասնավորապես Սուեզի ջրանցքը մենք տեսնում ենք անընդհատ, կամ պիտի շրջանցես ամբողջ Աֆրիկան եւ Ջիբրալթարով մտնես նորից միջերկրական ծով։ Հետևաբար ամենահարմար ճանապարհը միջանցքը Իրանի վրայով է։ Իրանը այդ պատճառով կդառնա եւ արևմուտքի համար գործընկեր եւ ներդրումների մեջ շուկա եւ Հայաստանը դրանից շատ է օգտվելու է որպես այդ միջանցքի մաս, օգտվելու է որպես այդ ներդրումներից իր փայբաժինը ստացող երկիր, որովհետեւ հնարավոր չի Իրանում տարեկան ասենք հարյուրավոր միլիարդ դոլարների ներդրում կատարել, իսկ Հայաստանին դրանից ասենք մի տասնյակ միլիարդ չհասնի։ Այս պատերազմի ընթացքում Իրանի կորուստները արդեն եթե հաշվենք զուտ դրամական արտահայտությամբ կես տրիլիոն դոլարից ավել են եւ յուրաքանչյուր օր կես միլիարդ դոլար Իրանը տուժում է։ Էլ չասված տեխնոլոգիական այն հետ մնալը, որ կա, ինչքան էլ Իրանը ինքնուրույնաբար կարողացել է զարգացնել ռազմական արդյունաբերություն, բայց միևնույն է, նա բավականին հետ է արևմտյան երկրներից, իսկ արևմուտքի հետ հարաբերությունները կբերի նոր շունչ, նոր ոգի Իրանին, ամբողջ տարածաշրջանին, իսկ Իրանի եւ Հայաստանի շահերը դրանք համընկնում են իրար, որովհետեւ երկուսս էլ այդ պանթուրքական, պանթուրանական վտանգի ենթակա երկրներ ենք, բնականաբար այդ արևմուտքի հզորացումը Իրանին մեզ շատ օգտակար է։ Բաժանորդագրվեք Տիր մեդիայի ալիքին։